Հարգելի սիրելի մարդեր, իսը դեր բոլորի ողջունում։ Շնորհակալ եմ ձեր մտության համար։ Ինչ որ ասում եմ, իմացեք անկեղծ, պարզ, իրականություն եմ ասում ձեզ։ Ու ինչ որ ասում եմ, իմացածներին տեր եմ։ Հենց այնպես չի կարող պատահի, որ ինչ որ բառեր ասեմ, որ դա չկարողանանք իրականացնել։ Այն եմ ասում, որ մի բան էլ ավել կարող ենք անել։ Միայն պետք է ճիշտ հետևել, կապ չունի կուսակցական պատկանելություն, ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում, ճիշտ ոլորտում պետք է դրվի, որ ամեն ինչ կայանա։ Մարդիկ պետք է հասկանան, տիրապետեն, դատարկ չխոսեն, մարդկանց մասին մտածեն, այլ ոչ թե նախարարություններ փակեն, դուք նախարարություն փակեն։ Հիմնական խնդիրը Ժողովուրդ ջան, ուսումնասիրել ենք, տեսել ենք, շփվել ենք, գիտեք ինչ անջատեցին արդեն։ Ամենակարևոր ասեմ տեղյակ ենք, գիտենք ինչա պետք, պատրաստ ենք անելու, ունենք լավ թիմ, ունենք լավ ծրագիր, ունենք ցանկություն մեր ժողովրդին այս վիճակից հանելով։ Սուտ ասելը դա արդեն փեշակ է դարել ժողովուրդ։ Խաղաղություն ենք բերել մեր ժողովրդի համար, ու առանց ծրագրի ման են գալի, ներկայացնում են, հետներ մի 6 ավտոբուս տանելով կամ հետ պարտադրելով, որով չկա գործից կա, այ ժողովուրդ ջան, դուք քիչ մարդ կա, դուք տեղակ պայեք, մարդիկ վախում են գան, գործից անեն, վրեն ատ գրեները կունան, ցավը տանես, այդ երկիր կառավարել չի լինում։ Ասելու բան ունենք, ելեք ներկայացեք, մի հատ նշան են սարքել, քարտեզ, դուք կպցնելու, հա ինչ այդ նոր եք հայտնաբերել Հայաստանը, մասնատելով, բաժանելով, ամբողջ ասենք թե տարածաշրջանի վարդուների վրա, ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենք զորքերը նակետերը դել են, մտել են մեր հողերը, հետ չի գնում, գյուղացին չի կարող, իրա տարածքը գնա մշակի, ասում են խաղաղություն ենք բերել, խաղաղություն բերել են Ժողովուրդ ջան, էլի եմ ասել, թող ցույց տան թուղթը, ստորագրած, փեչակած, իրա եւ Ալևի, որ այսօրվանից խաղաղությունը ոչ թե մեկ իրավունք չունի, ոչ սահման խախտելու, ոչ կրակելու, ես էլ ասեմ ապրեք, ճիշտ եք ասում, Ժողովուրդ ջան, սա բանավոր պայմանավորվածությունը, հիմնական խնդիրը Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, որ այսօր ասում են Սևանը Ադրբեջանին է, անունն էլ Գոչա է, Երևանն էլ Երևան է, այսօր նորից ինքը հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում, այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Ադրբեջան ստեղծի, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ճիշտ ընտրություն կատարենք, որ մենք նույն Ղարաբաղի ճակատագրին չարժանանանք ժողովուրդ, բոլոր խնդիրը ծրագիրը գիտենք, պատրաստ ենք, այսօր ինչ որ ես ասում եմ, թող որից է մեկը հակադարձի, ասի դա անհնար է, հնարավոր չի, անհնարի ոչ մի բան չկա։ Այսօր ժողովուրդը պարկի տակ, վարկի տակ, ռայոններով խեղճացած պատերի տակ նստած, չեն կարողանում ոչ աշխատեն, ոչ աշխատատեղ կա, ոչ մշակելու բան կա, ոչ մի բան, այլ մարդիկ հետ քիչ-քիչ երթափելով գնում են, դպրոցները դատարկման, ասում են մեր տղյակները դպրոցներն են, դպրոց են կառուցել, 8 տարի 290 դպրոց են կառուցել, որից ասեն չէ, 300-ից 59-ն են կառուցել, որից 26-ը կառուցած է եղել, NLS տեղերը կառուցում են եղել պակասել են, այս տարի 230 դպրոց փակվում է, այսօր 59-ը կառուցած է, որ 230 փակվում է, ինչի համար է, եկել են գյուղերը, վերին գետաշ են, մարդ ուզում այդ տղու համար տուն կառուցել, ասում պետք է 1 միլիոն վճարես, որ քողի մեջ տուն կառուցել, այդ է վտանում, սահմանամեջ մոտի է, մարդը իր տղուն ուզում ամուսնացի տուն կառուցել, փոխանակասի մի կառուցելու համար, որ տուն ես կառուցում, 1 միլիոն էլ պետություն իր կողմից է տալի, դա սահման պայելն է Ժողովուրդ ջան, դատարկելով մենք հանձնում ենք իշխան ադրբեջանցիներին, հələ պետք է ասի ուսման գա կառուցի, իրան էլ եմ տրամադրում 1 միլիոն, դոգան տուն կառուցեն, սահման ամուր լինի, ոչ թե 1 միլիոն պետք է տաս, այն է սահմանի վրա, որ դու լիարժեք կարողանաս քու երեխայի համար տուն կառուցել։ Գյուղնախարարությունը պետք է վերականգնի, գյուղնախարարությունը պարտավոր է մարդկանց գյուղերում բնակողներին հիմնական իր հողի չափսով գումար տրամադրի։ 100% գումար տա։ Ես նորից եմ ասում, ժողովուրդ, ես ոչ թե բաներ եմ ձեզ ասում, որ ոնց կլինի։ Ես ասեմ խաղաղորդների հետ, որ մենք ունենք կոնյակ գործարան, խաղաղորդների հետ մենք գարնանը 2-3 միլիոն դոլարի տրամադրում են դեղորյակ, պարարտանու, չպալ,
թողնում ենք Աշնանը Բերքահավաքի բերյալներ, թողնում ենք գյուղնախարարությունը, ժողովրդին իր հեկտարի չափով, ինչ ես ցանում, արկես 500,000, արկես 300,000, կցանես, կհավաքես հեկտարին, կհացանես, հավաքես Աշնանը պետք փողոց վճարի, առանց տոկոս, որ մարդը գոնե կարողանա իր աշխատանքի արդյունքը, կարողանա իր տունը պահի, Ժորժան, առանց դա անհնար է։ Այսօր իմաստեղ հավաքվածներ կամ ամբողջ Հայաստանը ունի 650,000 ընտանիք, 2,450,000 վարկառով։ Չեմ ասում վարկը գործի մեջ են դրել, բիզնես են դրել, ուտակվել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, կորոնավիրուս պատերազմ։ Մարդիկ ապրել են, գոյատևել են, վարկերակ ուտակվել, պետությունը այսօր 15 միլիարդ պատկ ունի, դուք եք պատկ, 1 միլիարդ 100 միլիոն էլ ավելացնի, 2,200,000 մարդի վարկերը փակի իր կողմից, վարկը թող 1 միլիարդ ավելանա, բայց այս մարդկանց շայքի մեջից կանի ժողով, որ մարդիկ գոնե իմանան ապրում են, կարողանում են իրենց տունը պահել, իրենց վաստակատը չտանեն վարկի տոկոս փակել։ Առողջապահության խնդիրը Ժողովրդյան, 700 միլիոն դոլար բյուջեին գումար է նախատեսած, չեն ասում է գումար չկա, չեն կարող ճիշտ օգտագործել նպատակային, որտեղ են պետք պատվել, ով է կարող պետք պատվելից օգտվել, գնում ես ասում եմ միամցից արի, միամցից գնում, ասում ես հետ չկա, կամ ասում է հիվանդությունը ժողովուրդ, պետք պատվելի մեջ չկա, այս հատը տանեմ, 10 մարզա, քանի քաղաք է, քաղաքներում այդ հիվանդանոցները, այդ գումարները դի, աշխատողներին էլ ամեն մեկին $1,000 տալիս ես, հələ կազմա 30 միլիոն, որ մոտարապես 30 հիվանդանոց աշխատողին էլ $1,000 գումար տալ։ 100 միլիոն էլ թող սարքավորում առնի, 100 միլիոն էլ դեղորյան տողարնում, 100 միլիոն էլ գույքար, հոսանք ծասել տողան, 330 հələ դեղ 350 միլիոն էլ մնում է, որ կարելի է ճիշտ կազմակերպել, մարդիկ գող գնան մարտավարի, արգալից, իր բուժումը ստանա գա Ժորժան, ինչ որ ասում եմ իրական է, ոչ մեկ չի կարա հակաճարել։ Ես նույնց եմ ասում, փաստացի դոկումենտալ եմ ասում, այսօր առաջնային պետք կա, որ մեր ծրագրում կա, առողջապահությունը, կրթությունը անվճար պետք է լինի, մարդիկ իրենց մարդ պետք է զգան, երեխան ընդունվեց պետք է գնա սովորի, առանց ասենք թե վճարելու, որտեղ չեն պատկերացնում, չեն հասկանում։ Եթե մարդը ստանում է 200,000, կինը 120, 320,000, այդ տուն պայես, կերակրես, հացնես, կոմունալ վճարես, թե տանես երեխամար 800,000 վճարես։ Չես կարող վճարես, քո կյանքից գնում է, տանջվում ես, որ դու տանիք կազմեցի, չես կարող երեխուն ուսման հարցով ապահովես։ Սխալ եմ ասում, թե ճիշտ եմ ասում, ժողովուրդ։ Հիմա ժողովուրդ, ձեզնից, ստեղ, քանի տոկոսն է վարկի տակ, խնդրում եմ ասեք, էլի, քանի տոկոս։ Այս ժողովուրդ, ասում եմ ձեզ, հնարավորություն տվեք, առաջին նիստի որոշումը, որ վարկերը անմիջապես, որ մինչև 3 միլիոն ներում է շնորհվում։ Առողջապահությունը, կրթությունը անվճար է լինում։ Գյուղնախարարությունը վերականգնում է, որ անպայման այդ խնդիրները պետք է կարգավորի։ Խոշոր ծրագրեր 2 հատ պետք է 3 հատ կարգավորի, խոշոր ծրագիր։ Այսօր 50 հատ գործանել կառուցեն։ Դա ժողովրդին չի ապահովում, ճիշտ հասկացեք։ Ամեն գործանում թող աշխատեն 120 հոգի։ Դա ամբողջ ժողովրդին համար պետք է խոշոր ծրագիր, ներդրումային ծրագիր, ժողովուրդ։ Ես անհատ մարդ կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ ասենք թե մենք այերով ասելու բանն ենք աշխարհին։ Այսօր մենք պարտվել ենք, կորցրել ենք, քերջացած, դուսներ մեր հայությունը էլ ասելու բան չունի, չգիտի ինչ ասի։ Բայց այսօր քայլ եմ կատարել, Աստծու կամոք, եսի մոտ չէ, պրոստը իմ մեջ մտցրեց, որ մենք այսօր աշխարհի առաջի քրիստոնեացն ենք, ու կառուցում եմ, կար ժամանակում, սաղ աշխարհը գիտի, սաղ աշխարհը, այդ 17-ին կանում կինոֆեստիվալ էր, ամբողջ աշխարհի աստղերը, մեծ առուց մարդիկ կինո ընդեղ են ռեժիսորները, տպել են ժուրնալ, ասենք թե այսքան փոքրիկ պետություն Քրիստոսի արձանով է, ժուրնալի Աբրոշկայի վրա Քրիստոսի արձանով, այսքան փոքրիկ պետություն սենց մեծ ամբիցիոն ժողովուրդ, որ չափից մեծ ծրագիր են բնացրել, որ մենք կարողանանք աշխարհին ցույց տանք, որ տուրիզմը զարգանա ժողովուրդ, տուրիզմը այսօր ոսկու հանք է, որ տուրիզմը եկավ,
10 օրով, 5 օրով Սևան էլ է գալու, Գյումրի էլ է գնալու, Գերմուտ էլ է գնալու։ Ու պատկերացրեք, եթե մի տուրիստ է ժողովուրդ, ես մենք խոսեմ, որ դուք ինձ հասկանաք։ $5,000 գրպանը պետք է լինի, չէ որ գնա 7 օր մնա, պետք է ուրանոց մնա ծախսանի, 20 միլիոն գա, դա անում է 100 միլիարդ, բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիարդ, տարեկան քու երկիրը փող մտնել, այդ սաղ օգտվել են, գյուղացիներ, քաղաքացիներ, տաքսիստներ, փոքր միջին բիզնես, որ մարդիկ իրենց ընտանիքներով, ոտի քարը քարին դնեն, մի բան ստեղծեն, տուրիստին ինչ է հետաքրքրում։ Այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, հավատացեք, որ ամենից լավ է լինելու, դուք քիչ չնեք, խոշոր ծրագիր է պետք, տեսել եմ, որ այդպես շարժ կա, ոչ թե տակ-տակ խոսում եմ ժողովուրդ, հասարակ բան, ով եք ծանոթ Աբովյանի համայնքների կողմի գյուղերում, հողը առաջ $500 է, 1000 մետրը, հիմա 60-70 հազար չկա, մարդիկ արդեն գալիս են, շարժը կալը չի բացվել, բացվելու դեպքում, ասեմ, տուրիստները գալու են, զարգանալու է, բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ հարստանալու եք, տեսնելով այդ քիչ շարժ կա ժողովուրդ, կազմակերպել են, որ նոյատապանել կառուցեն մյուս տարի տակ, թող մի 2 միլիոն դրամ կա, մարդը, Նորձա, որ է տակ-տակ խոսում են, ասկա, մի հատ լասեք ինչ է կարել, խնդրում եմ, մի հատ ցույց տվեք էլի, ես նույնց եմ ասում, կուսակցական պատկանությունը կապ չունի, մարդ այ մեջ կուսակցը իրենց հավատան, մեկ այս երկում են կապում, իր ընտանիքը ստեղ ապրում, իր ուզած ինչ է, խաղություն լինի, բարեկեցություն լինի, ապավ լինի, մարդը գործ ունենա, բարեկեցիկ աշխատիրատունը երջանիկ պես, ոմար ուրիշ բան չի ուզում, ես նույնց եմ ասում, կուսակցականները կապ չունեն, գնացել են, մենք ընդհանուր ազգովի պետք է մտածել, ով կարա դա անի, նա պետք է անի, այսօր մարդիկ վախում են, իրոք ես այս բան կյանքում չի եղել պատմության մեջ, դա դիմում գրի դուրս արի, չեմ գրում, ոչ եմ անպայման պետք է գրես, կամ խանութի վրա ակ գրեն, կամ ցավացնեն, կամ տանեն զորահավաքների, ցավը տանեմ, արդեն ամեն ինչի վերջը եկել է, զորով չես կարա պահես, դա անհնար է, ես ասում եմ և կարամ գրեմ ստորագրեմ, ժողովուրդ ջան, այսօր ձեր մեծամասնությունը գնում է Ռուսաստան, աշխատանք չկա, տնից տեղից կդրված գնա գումար բերի, ճիշտ է թե ոչ։ Գնում եք, հիմա տեսնում եք, ասեք դե պահվածքը, որ սազական է, որ մենք Ռուսաստանի հետ թշնամանանք, ուզում եմ մի հատ հասկանամ։ Բայց այսօր ստիպում է, որ Ռուսաստանի հետ թշնամանան, խես թշնամանում, եթե մարդը 1000 տարվա ասեք թե պատմություն կա, գայլա կատարում, բանակցի, քննարկի, եթե լավ առաջարկ ունես ուրիշ բան, չի կարելի, այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, չեն կարող վաճառել, դեռ իրենց աշխատողների գումարները տալիս են, բայց այդ սեփականատերը վարկավ է գալ է, ծախսալ է, կլուպնիկա ցանե, վարունկա, պամիդորա, ծաղիկա, փակել են, կոնյակա, որ չեն կարողանեն, ինչ են անելու, Եվրոպայում են վաճառելու։ Թող իրակալի կյանքում փորձել են, մի մեքենա Եվրոպա արտանեն, վաճառեն նորացեն, հաստացի բան ասեմ, ժողովուրդ ջան, Վրաստանը քայլ կատարեց, հետո ինչ արեց, նորից հետ եկավ, նա չէի կարողանում ոչ իրենց մանդարինը, ոչ իրենց գինի Եվրոպայում ծախեն։ Ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որոշում կայացնենք, ճիշտ ընտրություն կատարենք, բարձրաձայն մի ասեք, դե ցավը տանեմ, գիտեմ, այն է կատարում, որ ասենք թե, ասեք չեք գնալու դուցան, կամ գնալու եք ձեզ են կտրելու, բայց գնանք հոգու կամ քո ցանկության, քո երեխապագայի համար, ով կարանի, ով կարա իր կյանքում արել է, կառուցել է, սարքել է, մտածել է, զարգացել է, ծաղկացել է, նրան էլ պետք է 10 պահանջես։ Ես ժողովուրդ նորից եմ ասում, ինչ որ ասում է, հավատացեք, մի բան էլ անելու է, բոլոր մարզերում անեմ գալի, տեսնում եմ ժողովրդին, քեջ ու կրակ, նեղված, խղճացած, պատկիտակ, վարկիտակ, չգիտի ինչ անի, ժողովուրդ ջան, աննարին ոչինչ չկա, ձեզ հավատացեք, աննարին բան չկա, պետք է ճիշտ մարդ, ճիշտ տեղով, փորձ ունեցող, արդյունք ցույց տվող, կազմակերպող,
որը կարողանա կազմակերպի, կարողանում է պարգևատրի։ Այսօր վերցնում են օրը մեջ պարգևատրումներ, ես կողմ եմ պարգևատրման, բայց արդարացի պարգևատրման։ Ոչ թե մենակ ասեք թե նախարարներին, չգիտեմ, պատգամավորներին կողմը տան, այլ պետք է տան հավասարաչափ։ Տալիս ես տուր տվյալ ոլորտին 100% պարգևա, մի աշխատավարձի չափով, թող բոլորն էլ ուրախանան, դասուցիչը ստանում է 120,000, նախարարին 18 միլիոն պարգևատրում։ Ինչ ճիշտ հասկացեք, պետք պարգևատրումը պարտադիր է, որ նախարարի հաշվին ուրիշ տեղ չդեն, բայց պետք է ճիշտ աշխատեն, իրենց պետք է դնեն դիմացինի տեղը ժողովուրդ։ Այսօր ասում եմ ձեզ, որոշողը դուք եք, ընտրողը դուք եք, ձեր ցավը տանեմ, գնում եք ընտրության, որոշում եք, տեսնում եք, գյուղով իրար հետ քննարկեք, չէ, գյուղով քննարկեք, հետո կամ կբռնենք, ոչ չունեք։ Գնացեք ընտրության, ընտրեք ձեր երեխայի, ձեր վաղվա ապագայի համար, ում ցանկանում եք, ում վստահում եք։ Ես ձեր ծառուկանն եմ, կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ։ Ոչ կորոշեք։ Դիմաց։ Ատեպեից թողան հաղթան պատասխանեմ, իրենց ցավը տանեմ, ես չեմ կուսակում։ Ես իրենց շատ լավ եմ ընդունում, շատ ջեն քննադատելու բանը, եթե ընդունեմ տեղին եք ընդունեմ, եթե չէ, եթե հարցեր ունեն պատրաստ։ Հիմա այսօր մեր սահմանի բարձունքների վրա ադրբեջանցիները կան, թե չկան ժողովուրդ։ Մեր զամտած ժողովի մեջ նստած են, ճիշտ ընդդեմ։ Ու գնալով իրենց ամրապնդում են, բետոնապարտում են, հզորացնում են, ճիշտ ընդդեմ։ Նրանց ուզածը նորից եմ ասում, Արևմտյան Ադրբեջան ստեղծելն են։ Ալիևը վրեժելություն ժողովուրդ, այդ 30 տարվա նրանց հայտարարությունից հետո նրանք վրեժ են ուզում լուծել։ Մենք պետք է քայլ կատարենք։ Առաջել էին ասում ժողովուրդ, որ Արցախը Հայաստանն է վերջ, ասում են մենք եկել ենք հող ազնելու, մենք հող ազնողի նման ենք որ ազնենք։ Հետո չեթայում հայտարարեցին, որ ասեն թե Արցախը Ադրբեջանն է վերջ։ Հիմա նույնն է, եթե սենց իրենք ընտրվեցին, նորից եմ ասում, 3 ամիսա, 6 ամիսա, արդեն ասում եմ, Սևանը, Գյոչյա և վերջ, ու բրծավ, իրենք նպատակը սա, նույն Ալիև ասում է, որ ես գալու եմ, ինչ որտը գալու է բնակվի, տանկերով չեն գալու, ավտոբուսներով են գալու, բայց երբ որ հանկարծ նեղացեցիք, զորք են բերել, ասում ատեր պետքա զորքը բերենք այնտեղ։ Մեր իշխանությունը ասում է 300,000-ի պատմություն չկա։ Ես ասում եմ բոլորին, իրանց էլ 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը նայեք, ասեք ես այդ պայմանավորվածը ձեր ասելն է։ Ժորժ ջան, հիմա էլ հնարավոր է ամեն ինչ հետ բերելու, պահելու, կազմակերպելու, միասնական, ճիշտ դաշնակիցների հետ, ճիշտ պայմանավորվածություն, մենք խնդիր չունենք Ռուսաստան, Արևմուտք, մենք խնդիր ունենք բոլոր այդ հարաբերությունները պահելու, զարգացնելու, մենք պետք է թշնամանանք, թշնամացանք Ժորժ ջան, հիմա ասում եմ, եթե մեր հետ չես, մեր թշնամիները հետ Հայաստանը, ձեր ցավը տա, հիմա գնանք Ռուսաստան, կարող է չթողնել, գան ասում եմ, քեզ չեմ լավություն անում, ոնց Եվրոպային եմ տալի, նույնն է քեզ եմ տալու։ Ինչ ճիշտ հասկացեք, ես ձեզ նորից եմ ասում, քիչ է մնացել, ճիշտ ընտրություն արեք, եկեղեցի կառուցողի քանդողի միջև, երկիր կառուցողի շինացնողի, երկիր քանդողի արիվերի միջև։ Եթե հարցեր ունեք, պատասխանեմ, չունեք, հեսա հարցը, թե չէ գնում եմ հանդիպու ժողովուրդը սպասում է, ես խնդրում եմ, որ բոլորին տեղյակ պահեք, գյուղերը, որը կան, հնարավոր չի բոլոր տեղ հանդիպել, իմ ցանկությունը, որ հանդիպեմ, աչքերին նայեմ, ասեմ, որ տեղյակ եմ, գիտեմ, պատրաստ եմ լուծելու, ես իմ գրպանից չեմ ծախսելու, բարեգործությամբ, երկիր չես կառուցի ժողովուրդ, այդ բյուջեի եղած գումարը ճիշտ նպատակային, ոնց որ կուսակցական գումարն ես ասում, որ մարդիկ զգան, իրենց մասին մտածող կա, երբ գումարը նպատակային ծախսում է, երբ տարբերություն չես դնում ժողովրդի ոլորտների մեջ, այլ բոլորի հասանելի է և ընկալելի է։